Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ-Շեյխում կայանալիք խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում։ Տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների միջև։ Սա պատմության մեջ առաջին հանդիպումն է Հայաստանի և Պակիստանի ղեկավարների միջև, վերջերս երկու երկրների միջև հաստատվել է դիվանագիտական հարաբերություններ։ Ինչպես տեսնում ենք, չկա այտենց որևէ միջազգային ֆորում, որ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը չհանդիպեն, այսինքն դա նշանակում է, օրինակ, ինչքան խոսան, խոսալու բան կա։ Նույնիսկ եթե խոսալու բան չկա, ուղղակի ջերմ շփումը շատ կարևոր է։ Դե չեն կարող առանց իրար ապրեն։ Դե հասկանում եք, էլի դա ինչ է։ Այսինքն գործնականում պատկերացնում եք, ասենք, այտենց որտեղ իրար տենան հանդիպեն։ Ոչ միայն չխուսափեն, որ գնան, որ հանկարծ չհանդիպեն, այլ ընդհակառակը հատուկ գնան, որ հանդիպեն։ Եվ հիմա շարունակությունը նայեք։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը գրել է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է Շարմ էլ-Շեյխում կայանալիք Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Սա վկայում է Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերակատարության և նրա որպես միջին ուժի դիրքի մասին գլոբալ արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանը ցանկալի գործընկեր է բոլոր կողմերի համար Մերձավոր Արևելքի խաղաղ օրակարգի հարցերում, նշել է Հաջիևը։ Դե միայն ինչ որ ինքը ասում է, նույնը վերաբերում է Փաշինյանի, որտեղ Փաշինյանին նույնպես հրավիրել են։ Բայց խնդիրը մենք լավ նկատեցինք, որ կարճ ժամանակի ընթացքում բռնապետ Ալիևը եւ իր երկիրը, որը չէր հարգում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, նրան մտածում էին, որ տենց հորից ժառանգաբար պետություն է ստացել, նույնիսկ չի կարելի նրա մոտ միջազգային ֆորումներ անցկացնել, ինչքան դժգոհություններ կար կլիմայական COP29-ը, որ Ադրբեջանը մասներ, թե ինչ երկիր եք գտե, որ անցեք կացնում, ինչպես տեսնում եք, սահուն ձևով աշխարհի համար Հայաստանն ու Ադրբեջանը նույնացվել են։ Ոնց վերաբերվում են Ադրբեջանին, այնպես վերաբերում են Հայաստանին։ Ոչ միայն Ադրբեջանի վրայից վաղուց արդեն հանել են օկուպանտի խարանը։ Ընդհակառակը դա արդեն գցել են Հայաստանի վիզա, օկուպանտը Հայաստանն է, բայց դե մի կերպ Ալիևը յոլա է տանում։ Դե լավ, դե օկուպանտ է, բայց դե մենք խաղաղություն ենք ուզում։ Եվ պատահական չի, որ երբ որ մենք, ասենք, փորձում են մեր իշխանություններն ասեն, բա տեսեք, Եվրոպայի քաղաքական ֆորումը 2026 թվականին կանցնի Հայաստանում, այդքան կարևորում են Եվրոպայի հետ մեր մերձեցումը, բայց նույն հաջողությամբ համաձայնության հավասարության նշան դրվեց նաև այդ հարցում։ Դե COP29-ը քանի որ Ադրբեջանում անցնում, հաջորդը կանցնի 28 թվականին քաղաքական համայնքի հավաքը, այդ դեպքում հաջորդը կանցնի Հայաստանում 26 թվին, Ադրբեջանինը 28 թվին։ Այսինքն այն ինչ որ ցույց էր տրվում Եվրոպայի հետ հարաբերության մերձեցման առհավատչան, որ տեսեք Հայաստանում անցնում է նման քաղաքական գագաթնաժողով, այդ նույնը անցնում է նաև Ադրբեջանում, անցնելու է։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ մենք կորցրեցինք այդ մրցակցային առավելությունը, որ մենք տարածաշրջանի ամենաժողովրդավար պետությունն էինք եւ այլ եւ այլ։ Այդ ամբողջը լրիվ ավիրվել է, որովհետեւ պարզապես լավագույն դեպքում մենք Ադրբեջանի պես պետություն ենք, բայց այդ դեպքում, եթե մենք մրցակցային առավելություն այդ հարցում չունենք, մնացած հարցերում բոլորը մենք զիջում ենք, թե տարածքով, թե բնակչությամբ, թե վառելիքաէներգետիկ ռեսուրսերով, թե կոմունիկացիոն հնարավորություններով։ Այսինքն, երբ որ դու քո առավելությունը sense տանում ես, գցում ես քո թշնամու ոտքերի տակ, նա ձեռք է բերում քո առավելությունը դարձնում է իրենը եւ իր առավելությամբ հաղթում է քեզ ցանկացած հարցում։ Հետո էլ մտածում ես ոնց նրանից խաղաղություն աղերսես, իլուր աշխարհի ասես, տեսեք Ալիևը խոստացել է մեզ խաղաղություն։ Այսօր խոստացել է, վաղը չի խոստանա, հետո կամ ժամանակ կշայի, հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Վարչապետը շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին հրավերի համար, սակայն հայտնել է, որ չի կարողանա մասնակցել դրան կապված հրեական Սիմհար Թորա տոնի մոտենալու հետ, ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Իհարկե պատճառաբանությունը տոնի առիթով էր, իդեպ իսկապես դա այդպես է, իրանք այդ օրերին դուրս չեն գալի երկրից, բայց նաև առիթ էր, որպեսզի նաև ցույց տար, որ հրավեր ստացել ենք, բայց չենք մասնակցում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը շատ կարևորում է։ Իսրայելը մերժել է Վաշինգտոնի պաշտոնական հրավերը։ Օրինակ տվյալ պարագայում Իրանը ներողություն։ Իսրայելը չէր մերժել հրավերը, ուղղակի ասել դե կներեք չեմ կարող գամ։ Իսկ Իրանը մերժել է Վաշինգտոնի պաշտոնական հրավերը, ուստի չի մասնակցի հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում նախատեսված խաղաղության գագաթնաժողովին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Իհարկե այն լարվածությունը, որը կա Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջ, դա մեզ համար բնականացանկալի չի, մեր հարավային հարևանն է, որ այդ մենք խնդիրներ չունենք, բայց կարող ենք խնդիրներ ունենալ, եթե ինքը ուրիշների հետ խնդիր ունենա, կարող ենք խնդիր ունենալ, եթե ինքը չցանկանա այդ ուրիշները մեր տարածքում հայտնվեն։ Ամեն դեպքում մեզ համար Իրանի հետ կապված ինչքան Իրանը Միացյալ Նահանգների հետ վատ հարաբերություն ունենա, այնքան մենք լարված ենք լինելու։ Կարող է ուղղակի դրա ազդեցությունը չնկատենք, բայց միշտ այդ լարվածությունը լինելու է, թե դրա շարունակությունը ինչ տեսք կունենա։ Կփորձեն ինչ-որ ձևով խոչընդոտել Հայաստանով անցնող ճանապարհը, կփորձեն ամեն ինչ անել, որ ընդհանրապես Հայաստանով չանցնի, որտեղ իրանք իրանց դերակատարությունը չկորցնեն, հույս ունեն, որ միջնորդը իրանք կարող են լինել։ Ամեն դեպքում, թեպետ Դոնալդ Տրամպը այսօր էլ ասեց, որ մենք ցանկություն ունենք Իրանի հետ խաղաղության գնալու, բայց դե մեկ է, միշտ նախապայմանները դնում են միջոկային զենքի հետ եւ այլ եւ այլ։ Հիմա նայենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Պաղեստինյան Համաս խմբավորման կողմից պահվող մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումն անխուսափելի է, խոստանալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վարչակազմը ողջ անհրաժեշտ ճնշումը կգործադրի Գազայում ապագա կայունության ապահովելու համար, բայց հիմա ասեմ ինչի համար է սա ձեզ ներկայացնում։ Հարցին թե արդյոք Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացնելու համար, Վենսը հայտարարել է, որ դա կպահանջի Միացյալ Նահանգների նախագահի կողմից մշտական լծակներ եւ հետեւողական ճնշում։ Այսինքն, եթե Համասը, որ համարյա բան չի մնացել ջախջախել եք, անգամ այդ պարագայում, լավ մեծ Համասի քաշային կատեգորիան նայեք լա Ամերիկայի, եւ այդ պարագայում, եթե առանց Համասի վրա ճնշում գործադրելու նա խաղաղության չի գնա։ Բա ժողովուրդ ջան, բա որ այդքան ասում ենք Ռուսաստանի վրա առանց ճնշում գործադրելու, Պուտինին համոզելով դուք խաղաղության չեք գնա, հո շարժ չենք անում որևէ մեկի վրա։ Չի լինելու դա։ Ռուսաստանը մի ձև գիտի։ Ուժեղ եմ, գրավեմ, թույլ եմ, զիջեմ։ Վերջ, ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Եթե դուք մտածում եք, որ պարզ չի, որ եթե Համասի վրա չճնշենք չի համաձայնվի, բա մենք էլ ասենք, բա այդքանը իմացողի համար պարզ չի, որ Ռուսաստանի վրա չճնշես չի համաձայնվի, որտեղ Պուտինի համար պատերազմը դադարեցնելը կատաստրոֆա է։ Ինչի համար մարդիկ պիտի հարցնեն, ինչի համար սկսեցիր ու ինչի համար ես դադարեցնում։ Դու դրել էիր քեզ հող վերականգնողի տեղ, չգիտես ինչի տեղ, հաղթողի տեղ, մեր բանակը, մեր ոգին եւ այլ, ուր կորավ այդ ամեն ինչը։ Այսօր ամեն օր Ռուսաստանը դիրքեր ազիջում, ամեն օր սանկցիաները խստանում են, ամեն օր դժվարանում են։ Ամեն օր ինքը հարվածներ ատում իր երկրի խորքում, ամեն օր ժողովուրդը իր վրա է ազգում այդ պատերազմի արհավիրքը ամբողջությամբ։ Դժգոհություններ երկրի ներսում։ Հիմա այդքանի դեպքում նորմալ խելամիտ մարդը կասե դե լավ դադարացնենք առաջ չգնանք էլի բայց ինքը ասում է ոնց բա դադարացնեմ ինչ բացատրեմ պետությունը դրել եմ ռազմական ռելսերի վրա բա առանց կռիվին չեմ անելու բա վարտիկ որ շուր գան ասեն ես երկիրը ինչի չես պահում ինչ ասենք խաղաղություն ա ու չենք պահում հիմա դրա համար հուսանք որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս ինչ որ ասում Ռուսաստանի վրա կտարածվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է արևմտյան երկրների որոշ գործողություններ վկայում այն մասին, որ նրանց անհրաժեշտ է ոչ թե անկախ, այլ ենթամանդատային Պաղեստին։ Ըստ Լավրովի Պաղեստինյան պետության ստեղծման այլընտրանք չկա, հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա։ Լավրովը շեշտել է, որ Իսրայելը երկար տարիներ լուրջ չի ընդունել Պաղեստինյան պետության ստեղծման չլուծված հարցի նշանակությունը։ Կարելի է կարծել հիմա որ լուրջ եք ընդունել, ինչ եք անում։ Օրինակ ասենք Լավրովի ասածը ինչ է։ Այսինքն արևմտյան ուժերը ցանկանում են, որ Պաղեստինը անկախություն չունենա,
Բայց արևմտյան երկրները դրեցին ճանաչեցին Պաղեստին պետության անկախությունը, չլսեցիր դրա մասին։ Այդ ոնց է որ դա դուք ուզում եք, իրանք ուզում են, ձերը իրականը, նրանցը ձևական։ Եթե այդպես է, մի քիչ հետ գնանք։ Բայց 47 թվականի նոյեմբերի 29-ին, երբ որ Պաղեստին աշխարհագրական տարածքում երկու պետություն ստեղծվեց, հրեական եւ արաբական։ Բայց այդ պետություն ստեղծելու հետ կապված ով էր վիզ դրել, որ ստեղծվի հրեական պետություն։ Բան մակում դրել մեղադրում էիք Եվրոպային, որ խաղեր տվեցիք, ձևեր թափեցիք, չցանկացաք իրականում ստեղծել հրեական պետություն, որի պատճառով էլ այդքան պատերազմ ու կոտորածներ եղան։ Որևէ մեկը կասկածում է, որ խորհրդային միությունը եթե չքվեարկեր, խորհրդային միության արբանյակ պետությունները չքվեարկեին, Իսրայել պետությունը չէր ստեղծվի։ Կամ որևէ մեկը որ կասկա, ինչա Լավրովը ինքը տեղյակ չի մակում ելույթներին, Գրամիկոյի ելույթին էլ տեղյակ չի, որոշումներին տեղյակ չի։ Տեղյակ չի Խրուշչովի հայտարարությանը, թե ինչ նպատակով էին հայրական պետությունը ստեղծում, որպեսի արաբներին միած sense հարված հասցնեին, կոպիտ բառով էլ ասում ես չկրկնեմ, եւ բացի այդ նաեւ ճշնամացնեին Բրիտանիայի դեմ, որ տեսակ Բրիտանիան ուզեցավ, որ այդ մանդատը տան Իսրայել պետություն ստեղծելու, չնայած Բրիտանիան ընդհանրապես խոսքը գնում էր հրեական օջախ ստեղծելու մասին 17 թվականին մի նամակով որ դիմել էր Ռոթշիլդին համայնքի ղեկավարին, այն ժամանակվա արտգործնախարար Արտուր Բալֆուրը, որ այդպես էլ անունադրվեց Բալֆուրի դեկլարացիա։ Հա, բայց խնդիրը որն է, բայց դուք ուզեցիք, որ այդ պետությունը ստեղծվի։ Այդ պետությունը ՄԱԿ-ով ստեղծվեց, արաբներին բզբզեցին, ասեցին չհամաձայնվեք, չընդունեք ՄԱԿ-ի որոշումը, եւ պատերազմ սկսեց, որպեսզի չճանաչեն ՄԱԿ-ի որոշումը։ Բայց արաբների թիկունքին գնաց Ռուսաստան սովետական միությունը կանգնեց։ Այն Ռուսաստանը, որ իրան խորհրդային միության ժառանգորդ է համարում։ Բան չի, այսինքն հրեական պետությունը ստեղծեցիք, հետո գնացիք արաբների թիկունքին կանգնեցիք, որ հրեական պետությունը վերացնի։ Արդյունքում էլ էս եղավ, ինչի մասին է խոսքը։ Ինչի դուք անկախություն էիք ուզում Պաղեստինի։ Պաղեստինի անկախություն էիք ուզում, որ պատերազմ էիք, որ ՄԱԿ-ի բանաձևը չգործի։ Արդյունքում Իսրայելը հաղթեց, Իսրայելը ՄԱԿ-ը ճանաչեց, իսկ Պաղեստինը որպես պետություն տենց է չկայացավ, որովհետև անդադ կռիվների մեջ էր եւ իրանք չէին ճանաչում Իսրայելը։ Ունենց որ այս բաները, որ ասում է Լավրովը, արևմուտքը չի ուզում։ Յոթն ամոթ է էլի։ Բարդ է այդքան մի հատ նայեք, տեսնեք իրականում ինչա տեղի ունեցել։ Այսօր էլ ասում ենք պարզ իրատեսական չի Պաղեստին պետության ստեղծելը։ Ինչքան ուզում է ասեք ու հայտարարեք, որովհետև ամենապարզ ձևով ՄԱԿ-ը բաժանել էր տարածքը այնպես, որ կենսունակ լիներ Պաղեստին պետությունը իր 10900 քառակուսի կիլոմետր տարածքով։ Կենսունակ լիներ։ Այսքանը հրեաներին, այսքանը արաբներին, այսքանն էլ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։ Իսկ հիմա ինչ վիճակ է այնտեղ։ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո տարածքների մի մասն էլ է Իսրայելի ձեռը, Պաղեստին պետության տարածքների մի մասն էլ է Իսրայելի ձեռը։ 19000 քառակուսի կիլոմետրով տարածքից 6000 է մնացել։ Եթե այսօր Պաղեստինը պետությունը ստեղծես ու ինքը փորձի իր արտաքին սահմանները դեմարկացիա, դելիմիտացիա անի եւ ստեղծի կենսունակ պետություն կկարողանա, նախ ստիպված լինի հրաժարվել են անցյալի տարածքից։ Եթե հիմա պետությունը ճանաչում ես փաստացիով, իսկ ինքը չի կանգնի հայտարարի, որ ՄԱԿ-ի բանաձևը չեմ ընդունում։ Իսկ եթե դա չհրաժարվեց, կանգնեց ասեց, չէ, ես ուզում եմ 19, դե այդ դեպքում ճնշեք Իսրայելի վրա, թող դուրս գա այդ տարածքներից։ Նոր որոշեք, որ դուք իրականում այդ հարցը կարաք լուծեք։ Դուք այդ հարցը չեք լուծում, չեք էլ փորձում լուծել։ Իսրայելը եթե ցանկացել է զիջի Սենայի թերակղզին Եգիպտոսին է վերադարձել։ Ցանկացել է զիջի Օսլոյի համաձայնագրով Պաղեստինին է վերադարձել թեկուզ ինքնավարությանը, իսկ անկախ պետություն չէ, ինքնավարության ճանաչման հետ կապված։ Ասեց այս տարածքների վերահսկողությունը վերականգնում։ Այսօր դուք չեք հասել դրան, որ Իսրայելը հետ քաշվի։ Հարցը լուծեք նոր իրար վրա շարարեք էլի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ես խոսեցի նախագահ Զելենսկիի հետ, քանի որ Գազայում ձեռք բերված համաձայնագիրը մերձավոր արևելքում խաղաղության հույսի շող է ներշնչում։ Ուկրաինայում պատերազմը նույնպես պետք է ավարտվի։ Եթե Ռուսաստանը շարունակի պահպանել իր անզիջում ռազմատենչ դիրքորոշումը եւ հրաժարվի նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ, ապա ստիպված կլինի վճարել դրա գինը։ Ֆրանսիան
Դատապարտում է Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի հարվածները, որոնք ըստ էության թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը ձմռան նախօրեին։ Մեր գործընկերների հետ միասին մենք ուսումնասիրում ենք անհրաժեշտ օգնությունը կարևոր ծառայությունները վերականգնելու եւ ապահովելու համար։ Ֆրանսիան ավելի քան երբևէ կանգնած է Ուկրաինայի թիկունքին, լիովին ներգրաված լինելով կամքի կոալիցիայի շրջանակներում, գրել է Մակրոնը։ Իդեպ գիտենք, որ ներքաղաքական լարվածությունն ինչքան մեծ է, Լեկարնյուն հրաժարական տվեց ընդամենը մի քանի օր առաջ նշանակված, որից հետո նորից Մակրոնը փորձեց ուրիշ տարբերակներ մտածի կամ ընդհանրապես չփորձեց էլ մտածի, նորից որոշեց լուծումներ գտնի կոմպրոմիսային, էլի Լեկարնյունին նորից վերանշանակեց, նոր կառավարություն ձևավորի, այսինքն խնդիրները բավական շատ են եւ ժամանակն էլ մոտենում է իր պաշտոնավարման ավարտին, բայց ինքը մեկը համառորեն փորձում է Ուկրաինայի թիկունքին կանգնի, որովհետեւ դա այն հարցն է, որը որ դարձնում է նույնիսկ երկրի ներսում թուլացած Էմանուել Մակրոնին համաշխարհային լիդեր, մարդ, որը որ աշխարհի նոր աշխարհակարգի հետ կապված այդքան ջանքեր է գործադրում։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին Կիևում կքննարկի Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։ Ուկրաինացիները ոգեշնչում են աշխարհին իրենց քաջությամբ, նրանց տոկունությունը պահանջում է մեր լիակատար աջակցությունը։ Ես այսօր Կիևում եմ ֆինանսական եւ ռազմական աջակցության, Ուկրաինայի էներգետիկ ոլորտի անվտանգության եւ Ռուսաստանի իր պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բանակցությունների համար, նշել է Կալասը իր գրառման մեջ։ Այսինքն ինչպես տեսնում ենք, Եվրոպայի վերաբերմունքը եւ համառորեն իրանք շարունակում են աջակցությունը Ուկրաինային։ Իսկ դա չասենք միայն Ուկրաինային, նոր աշխարհակարգի հետ կապված շատ կարեւոր է, որ Ուկրաինան այդ հարցում հաղթանակ տանի, որտեղ դա վերաբերում է բոլորից, հատկապես մեր նման փոքր պետությանը։ Եթե հանկարծ ուժի դիրքից որոշեն աշխարհը ձևավորել, եթե հանկարծ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ուներ համաշխարհային արբիտրի դեր, եթե չասենք աշխարհը միաբևեռ է, այսօր այդպես չի։ Երկրորդ բևեռ չի ստեղծվել, բայց միաբևեռել չի։ Բայց այդ պարագայում գոնե գիտեին, որ ով իրան խելոք չպայի, Միացյալ Նահանգները կմտնի եւ կարգի կհրավիրի։ Այսօր առայժմ դեռ Միացյալ Նահանգները այդ դիրքը չի դնում, այդ ամեն ինչը չի ասում։ Ամեն օր սրտադրով սպասում ենք դրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն հաղթել է երկու համաշխարհային պատերազմներում, ինչպես նաև հետագա բոլոր հակամարտություններում։ Ինչպես գիտեք, մենք վճռականորեն հաղթել ենք առաջին համաշխարհային պատերազմում։ Մենք վճռականորեն հաղթել ենք երկրորդ համաշխարհային պատերազմում։ Եվ այդ ընթացքում եւ դրանից առաջ մենք հաղթել ենք ամեն ինչում եւ հետո ինչ որ մեկի մոտ հանճարեղ միտք ցակեց պատերազմ բառը փոխարինել պաշտպանությամբ։ Եվ դրանով իր մտածողությունը փոխվեց։ Մենք սկսեցինք չափազանց քաղաքականապես կոռեկտ պայքարել, ասել է Դոնալդ Տրամփը։ Սա առաջի անգամ չի այդ միտքը ասելը, բայց այդ միտքը երբ որ ասել է ու որոշեց, որ պաշտպանության նախարարությունը դարձնեն պատերազմի նախարարություն, դրա մասին մանրամասն ես խոսել եմ, բայց ես ոնց որ տեսնում եմ ինքը ուշադիր չի լսել։ Նորից ինքը շարունակում է այս միտքը բոլոր ամբիոններից հետևողական ասել, որ մեր պարտության պատճառները կամ անհաջողության պատճառը նա է, որ նախարարությունը դարձել են պաշտպանության նախարարություն, դա է պատճառը, որ մենք ավելի կոռեկտ ենք գործում եւ դիմացիները ոնց որ իրանց ավելի լկտի են պահում։ Կտրականապես սխալ ձևակերպումները, որովհետև ոչ մի իրականության հետ որևէ աղերս չունի Դոնալդ Տրամփի ասածը։ Բացարձակ։ Չգիտեմ ինչի մարդը ուղղակի իր երկրի պատմությունը չի կարդում, այ մարդ։ Լավ ինքը չի կարդում, կողքից մեկը չի կարդում իրան ասի։ Երբ հաստեղծվել այդ պատերազմի նախարարությունը, այն խառը վիճակում երկրի։ Անկախություն են ստացել, նոր դրել են, սահմանադրություն են ընդունել, փորձ են անում ինչ-որ մի ձևով գտնեն, այդ զինված խմբավորումները բերեն, կազմակերպեն, դարձնեն նախարարություն նախագահի գերատմանը վերահսկողության ներքո։ Եվ դա եղել է առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի օրոք 1789 թվականին։ Բայց այնպես չի, որ դա բավարար է եղել։ 1798 թվականին երկրորդ նախագահ Ջոն Ադամսի օրոք ստեղծվել է ռազմածովային նախարարություն։ Դրանք առանձին են գործել։ Էլի ստրուկտուրաներ, որոնք առանձին են գործել։ Բայց եթե համարում ենք, որ ռազմական նախարարություններ, մի հատը պատերազմի էր, մի հատն է ռազմածովային նախարարություն ունեին, ու դրանից ժողովուրդը ահուսարսափով վախեցած էին։ 1941 թվականի
դեկտեմբերի 7-ին Ճապոնիան հարձակվեց Բիրլ Խարբերի վրա, Ամերիկայի վրա հարձակվեց, բայց այդտեն չի այդ պատերազմի նախարարության բառից չսարսափեց, պատածակերը մտավ։ Ինչ է ասում Դոնալդ Տրամպը։ Այդ անունը այտենց վախեցնող էր, որի պատճառով իրանք միշտ հաղթանակներ են տարել, բայց չի հարձակվեց Ճապոնիան, այդ նախարարությունը պատերազմի էր։ Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված իդեպ, որ դրանից հետո Վերսալի համաձայնագիրը եղավ, որ վերջ դրվեց առաջին համաշխարհային պատերազմ եւ նոր աշխարհակարգ ձևավորվեց։ Այդ դրա համար Վուդրո Վիլսոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ շատ լուրջ ջանքեր գործադրեց, որ ստեղծվի ազգերի լիգա, այսինքն հետ պատերազմյան իրավիճակը ֆիքսելու համար։ Բայց ցավալիորեն ինքը այդպիսի ջանքեր գործադրեց, անգամ դրա համար ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց կոնգրեսը չհաստատեց, այդպես էլ Միացյալ Նահանգները ազգերի լիգայի անդամ չդարձավ։ Եվ շատ դեպքերում ասում են, տեսակ Միացյալ Նահանգները հետ էր քաշված, այդ իսկ պատճառով Գերմանիան զինվեց, ակտիվացավ եւ 20 տարի հետո երկրորդ համաշխարհային պատերազմ եղավ, դա նաեւ նա էր, որ Միացյալ Նահանգները հետ քաշված էր։ Բայց դա երկրորդ համաշխարհային պատերազմը եղավ, Միացյալ Նահանգներն մասնակից էր։ Էլի չէր պատրաստվում մասնակցեր, եթե Ճապոնիան չհարձակվեր։ Էդ էլ թող չմոռանա Դոնալդ Տրամպը, որ Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտն ասում էր, մեր զինվորն ինչ ունի Եվրոպայում։ Հա կօգնենք զենքով, զորքով, զմանով, զենքով, սնունդով, վառելիքաէներգետիկ ռեսուրսներով, բայց չենք մասնակցի այդ կռվին։ Եթե խոսում ենք նրա մասին, որ եկավ մի հատ խաղաղության աղավնի, դարձրեց պաշտպանություն նախարարություն, որի պատճառով Ամերիկան սկսեց զիջումների, դա էլ բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև պաշտպանության նախարարությունը մի քիչ ուրիշ անունով 47 թվականին է ստեղծվել, բայց իրականում արդեն դրանից հետո 49 թվականին արդեն ֆիքսվեց պաշտպանության նախարարությունը օգոստոսի 10-ին։ Բայց դրանից առաջ հետո էր այդ խաղաղության աղավնին, որ պաշտպանություն դարձրեց ու Ամերիկան տուժեց։ Կարող է պատահաբար Հարի Տրումենը, որը 45 թվականի օգոստոսի 6-ին եւ 9-ին Հիրոսիմա եւ Նագասակի վրա միջուկային ռումբ ստեղծել։ Այդ խաղաղության աղավնին ինքն էր։ Հա? Այդ նույն Հարի Տրումենի ժամանակ չի ստեղծվել ՆԱՏՕ-ն 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում նախաձեռնությունն ումն էր, որ ստեղծեին Եվրոպայի անվտանգության համար կառույց, ու ինքը ցանկացավ դրանից առաջ անել այնպես, որպեսզի ցույց տա, որ Ամերիկան ագրեսիվ պետություն չի, մենք հիմա կոլեկտիվ անվտանգությամբ պետք է կարողանանք աշխարհում կարգոկանոն հաստատել, այլ ոչ թե Ամերիկայի ագրեսիայի հաշվին, այլ այդ կազմակերպական ջիղի եւ որակի հաշվին պետք է անենք։ Եվ պատահական չէ, որ նաև 51 թվականին Անժուսը ստեղծվեց ռազմական բլոկ Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա։ Էդ էլ է եղել Տրումենի օրոք։ Այսինքն այդեն զիջող մարդու տպավորություններ թողում Տրումենը։ Իրոք Տրամպը կարդացել է իր պատմությունը։ Ընդհանրապես այդ մի քանի կառույցները բերել միացրել են մեկի տակ, անունը փոխել են, բայց դրա վրա կառուցել մի ամբողջ տեսություն, որ մենք դրանից տուժել ենք մենակ նրա համար, որ անունը փոխել ենք, լա մի հատ նայ անունը փոխելուց հետո ինչպիսի դիրք ա ունեցել Միացյալ Նահանգները եւ դրանից առաջ ինչպիսի դիրք ա ունեցել, ինչ բառախաղի հետևից է կանգնել։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ կարող է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Տոմահավք հեռահար թեւավոր հրթիռների Ուկրաինա փոխանցման հարցը։ Այ արևը տաբրի, դե ասա լսենք, էլի այ քուտունը շինվի։ Ասա իմանանք, էլի, երբ պետք է դա անես, որ նոր հասկանան Ամերիկան անունը ինչ ուզում ես դիր, գործողություն արա։ Ես կարող եմ ասել, տեսեք, եթե այդ պատերազմը չլուծվի, ես Ուկրաինային Տոմահավք կուղարկեմ։ Ես կարող եմ դրան կուղարկել Տոմահավք անհավանական զենք է, շատ հարձակողական։ Սպիտակ դրան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնվի դադարեցնել պատերազմը, հակառակ դեպքում դա վատ կավարտվի նրա համար, հավելել է Տրամպը։ Իդեպ կան մեր հայրենակիցներից, որ նաև գրում են, ասում են, այդ որ դուք ասում եք գործնականում անխոցելի է Տոմահավքը Ռուսաստանի համար, դա այդքան էլ այդպես չի, Ռուսաստանը ինքնաթիռներից կարողանում են ֆիքսել Տոմահավքը, կարողանում են անգամ խոցել, Ժորժ ջան, այդ որ Ռուսաստանի մասին է խոսքը, որ խոսքերով կերակրել են, խաբել են աշխարհին, այդքան տարի։
2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի մասին դուք այն կարծիքին եք, որ իրանք ի վիճակի են ինքնաթիռից ֆիքսեն տամահավք եւ այդ տամահավքին իրանք հարված են, լուրջ, վնասազերծ են։ Այսինքն դեռ ձեզ հաջողվել է խաբել։ Չէ, ժողովուրդ ջան, տես բան չկա։ Կարան ռուսներին դրած sense տանեն, պայթացնեն ռուսները ոչ մի բան չանեն։ Չկա այդ մարդիկ չունեն այդ հնարավորությունը։ Այդ ինչ որ իրանք հայտարարել են, չկա ժողովուրդ ջան։ Բայց դրա համար sense պատածակ են մտել ու վախենում են դրանից, որ չտա։ Ու այնպես էլ չի որ տամահավքը եսիմ ահասարսուր եսիմ ինչ Ամերիկան շատ ավելի շատ դրանից ավելի լավ բաներ ունի։ Բայց նույնիսկ դա Ռուսաստանի համար կուրծանարը, որտեղ թքովի կպցնովի վիճակում է իր ռազմական արդյունաբերությունը, իր տնտեսությունը, պատերազմ վարելու իր մշակույթը։ Եվ պատահական չի, որ բայց թե իրանք այտենց հզոր էին։ Բան չեն լացուկոսները դրել, բան չի չեն ասում, լա մի հատ բաց թող տես օթում ոնց ենք խփում։ Բա թող ասեն, մենք էլ լսենք։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Տոմահավք հրթիռների կիրառումը պահանջում է ամերիկացի մասնագետների մասնակցություն, այդ հրթիռները Կիևին ուղարկելու կարող է իսկապես վատ ավարտ ունենալ»։ Պեսկովը նշել է, որ դեռևս ճշգրիտ տեղեկություններ չկան Պուտինի եւ Թրամփի միջև այդ զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ, հեռախոսազրույցի կազմակերպման վերաբերյալ։ Այսինքն դուք տեսնում եք, որ չկա օր, որ Ռուսաստանից դա չմեկնաբանեն, որ դա վտանգ է, դա խնդիր է, դա կոնֆլիկտ կառաջացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Իսկ եթե դա առաջացրեց Ռուսաստանի հետ կապված խնդիրը, կարող է դա Հայաստանին չի վերաբերվում, հանկարծ չմոռանանք, չէ՞ որ Ռուսաստանի ազդեցությունն ու ներկայացվածությունը Հայաստանում ու մեկ էլ ինչպիսի պայքար է գնում այդ ազդեցությունն ու ներկայացվածությունը մեծացնելու համար, թե իշխանության կողմից, թե իշխանության դեմ պայքարող ռուսամետ ընդդիմության։ Իսկ հիմա տեսնենք Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, էլի որ այսինքն վատ վիճակ կլինի։ Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել տոմահավք հրթիռների հնարավոր մատակարարման վտանգների վրա։ Նա նշել է, որ հարձակման ժամանակ անհնար է տարբերակել ատոմային եւ սովորական տոմահավքերը եւ այդ հրթիռները արձակողը կլինի ոչ թե Կիևը, այլ ԱՄՆ-ն։ Այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար եւ ամենից շատ հենց Թրամփի, գրել է Մեդվեդևը։ Նա հույս է հայտնել, որ դա հերթական դատարկ սպառնալիքն է։ Իսկ թվում է մենք արդեն սովորել ենք, որ Մեդվեդևի դատարկ հոխորտանքն է բարբերաբար հնչում, այնպես չի որ դա մեզ հայտնի չի։ Եթե դուք իրոք ուզում եք Ամերիկային վախացնեք տամահավք հրթիռներ տալուց հետո, բախտներդ փորձեք, ինչ ապատա է։ Փորձեք, որպես բոլորը համոզվեն, որ մի երկիր, որը 4 տարի չի կարողանում Ուկրաինա գրավել, այդ երկիրը փորձում է Ամերիկան գրավել, ժողովուրդ, ասեք մարդկանց ծիծաղացնեք, էլի, լարված են, թող մի քիչ բան անեն, լիցքաթափվեն։ Իսրայելը հաջորդ տարի խաղաղության Նոբելյան մրցանակի համար կառաջադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը։ Պարոն Թրամփ, դուք ամենից շատ եք արժանի խաղաղության մրցանակի։ Այդ պատճառով ես այստեղ հայտարարում եմ, որ մենք կփորձենք ներգրավել աշխարհի խորհրդարանականների խոսնակներին եւ խորհրդարանների առաջադրել ձեր թեկնածությունը հաջորդ տարվա խաղաղության Նոբելյան մրցանակի համար, հայտարարել է Իսրայելի խորհրդարանի խոսնակը։ Իհարկե 2026 թվականի համար ոչ միայն այս խնդիրը, այլ նաև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կարող է շատ լուրջ խթան հանդիսանա Դոնալդ Թրամփին, որ այդքան ցկտում է դառնա Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինքը դրան առաջադրեն եւ իրականում ասնի, մանավանդ որ Նորվեգիան ցույց տվեց, որ ինքը բավարար չափով սկզբունքայնություն ունի ատամ ցույց տալու, դա ցույց տվեց։ Դրանից հետո ինքը շատ հանգիստ կարող է 26 թվականի համարանի, բայց դրա համար այս տարվա արածները ներկայացնել եկող տարվա համար լուրջ չի, որտեղ այս տարվա արածների համար այս տարի կտային։ Առավել եւս ասել, որ Համասի հետ համաձայնությունը այնքան լուրջ կշիռ ունի, որի համար արժե Նոբելյան մրցանակ տալ, դա իհարկե ծիծաղելի է, դա տենց չի, որտեղ գիտենք, որ դրանով դեռ հարցը չի լուծվել։ Միակ դեպք կա ուկրաինական պատերազմի ավարտ։ Թողանի, վիզ դնի, դրանից հետո պետք է մենք էլ գրենք, ժողովուրդ ջան, բոլորով դնենք, մեր հարթակով էլ գրենք, ասենք ախպեր ամենաարժանի մարդը ինքն է։ Ամեն դեպքում, քանի որ իր համար դա շատ կարևոր է, կարծում եմ, որ դեռ դա շարունակություն կունենա, իսկ դա վատ չի։ Թող ձգտի անի ուկրաինական պատերազմը 26 թվին ավարտի ու ինքն էլ պարգևը ստանա։
Դոնալդ Տրամպը գրել է՝ մի անհանգստացեք, Չինաստանի համար ամեն ինչ լավ կլինի, մեծարգո նախագահ Սի Ցզինպինը պարզապես տհաճ պահ է ունեցել, նա չի ցանկանում դեպրեսիա իր երկրի համար եւ ես նույնպես։ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել։ Փառք Աստծո, որտեվ հազիվ դզվել էր Չինաստանի հետ, մեկ էլ միած սպառնում ես, էսա 100% մաքսատուրք ենք մտցնում, փաստի առաջ կանգնացնում քու երկրի տնտեսությունը, փաստի առաջ կանգնացնում ամբողջ աշխարհը։ Լավ իմաստը որն է, մի ձև կա Ռուսաստանին պատժի Չինաստանի հետ հարաբերությունը լավացրու։ Անենց մի հատ ֆրոնտ բացվի համագործակցության ամբողջ աշխարհով, որ իսկ իմաստը կորի Չինաստանի հետ մրցակցելու։ Ձեր շահերը երբեք չեն հակասելու Չինաստանի հետ։ Այնքան ճակատը մեծ է համագործակցության։ Ամբողջ աշխարհով մեկ։ Հիմա բարեբախտաբար մի օր տևեց, վերադարձավ էլի նորից գոնե Չինաստանի հետ հարաբերությունը կարգավորը, միշտ ներվերներս հանգստան այմը։ Սկզբունքորեն գիտեք, որ Չինաստանը մեզ ինչ։ Հո մենք Չինաստանի թարդում չենք։ Մենք մտածում ենք Չինաստանի դեմ պայքարը փոխում է Չինաստանի վերաբերմունքը Ռուսաստան, բանը Հնդկաստան, որի պարագայում Ամերիկան է մեկուսացման մեջ հայտնվում։ Ամերիկան հայտնվեց մեկուսացման մեջ նոր աշխարհակարգով աստեղծելու։ Հույս ունենք, որ հիմա այս ինչ որ ասելը կվերադառնա նորից իրական կոնստրուկտիվ դաշտ։ Վրաստանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը, Վրաստանի դրոշներից բացի ցուցարարների ձեռքին կա նաև Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի դրոշները։ Այո, նրանք համառորեն շարունակելու են, մի քիչ ակտիվ, մի քիչ պասիվ, բայց միևնույն չեն հաշտվելու այն մտքի հետ, որ Վրաստանի պես պետությունը փորձում են տանել Ռուսաստանի տակ, այն էլ ագրեսիվ ձևով, կապերը խզելով արևմուտքի հետ։ Մոտարապես այն հեղափոխությունը, որ Սահակաշվիլու ժամանակ եղավ, կտրուկ խզելով ամեն ինչ Ռուսաստանի հետ, որ համարեցին շատ ծայրահեղ ստացվեց, հիմա էլ հակառակն են անում։ Կտրուկ խզում են արևմուտքի հետ, էլի ծայրահեղ ստացվել։ Բալանսավորված քաղաքականության պարագայում Վրաստանը նման քայլի չպետքա գնար։ Այն ժամանակ էլ հասկացան, որ չափը անցավ Սահակաշվիլին։ Փորձեցին այլ տարբերակ գտնել, այն էլ այլ տարբերակ է գլուխը կերան, էլի Զուրաբ Ժվանյայի։ Բայց եւ միևնույն ժամանակ հիմա գոնե իրանք վերանային իրանց վերաբերմունքը, հատկապես իրանք էլ լուրջ խնդիրներ են ունենալու թարսվելով արևմուտքի հետ եւ մեկ էլ Ռուսաստանը խնդիրները որ ունենա արևմուտքի հետ կապված։ Իսկ հիմա նայենք Հայաստանում ինչա կատարվում, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, թուրքական ընկերությունները Հայաստանում ներգրաված են դեռևս 12-13 թվականներից։ Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած եւ ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ Հայաստանում խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացվելուց հետո ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական։ Իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք, եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը, նշել է Պապոյանը։ Նայում ենք այդ 3 տասնամյակների պատմությունը, թե ոնց է Ռուսաստանը նպատակային առնում ռազմավարական օբյեկտներ, որը դառնում էր քաղաքական լծակ։ Հիմա այդ նույնը ուզում եք տակ Թուրքիային։ Չգիտենք ինչա։ Պակասացնեք մի քիչ Ռուսաստանից կամ սկիչ չպակասացնեք էլ։ Ուղղակի մնացածնել տակ Թուրքիային։ Իսկ Թուրքիան անելու է նպատակային ներդրումներ Հայաստանը ոչնչացնելու համար։ Թուրքիան ասում է բացեք եւ տեսեք ձեր գլխի գալիքը։ Դուք չգիտեք դա։ Այսինքն սովորական առևտրային պարտներ է, Թուրքիան դուրը բացում ես ու գալիս է հանգիստ մեր հետ շփվում է։ Չգիտեք, որ այդ ներդրումները ելնելու է ինչ նպատակի համար։ Չգիտեք, որ այդ ներդրումն եկավ, աշխատող է գալու, աշխատատեղ է գալու, ասելու է մեր աշխատողներին ենք վերելու աշխատացնենք, նույն Ադրբեջանի հետ էս անելու։ Ադրբեջանը տենչում է, որ 300,000 մարդու համանդակ մարդիկ բերի մտցնի ներսում անկայունություն ստեղծի։ Այդ ժամանակ լրիվ օրինական կբերի, ներդրում արե, փող ադրե, բիզնես արե, այդ բիզնեսում բերում է մարդկանց, բերում է աշխատացնում է, խաղաղության պայմանագիր ստորագրեցիր, ոնց է սարքերելու, որ գա քո երկրում ապրի ու աշխատի, չգիտեք ինչա կատարվում։ Այսինքն դուք պարզ կանգնեք, ասեք, մենք բացում ենք դռները թշնամու առաջ, որովհետև նրանք թշնամի չեն։ Ախպեր նրանք ձեզ համար թշնամի չեն, ՔՊ-ի համար թշնամի չեն, Փաշինյանի համար թշնամի չեն, հայ ժողովրդի համար շարունակում են մնալ թշնամի, ինչ կա չհասկանալու։ Թշնամու նկատմամբ դու պետք է ունենաս քո զսպող մեխանիզմները, դուք դա չունեք ձեր զսպող մեխանիզմները։ Չունեք չեք էլ ուզում ունենալ, որտեղ դուք չեք ուզում պաշտպանվել կամ զգոնություն ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված։ Դրա համար մեր պատկերացումները չի համապատասխանում։
Մենք տեսել ենք ինչ նպատակային ներդրում են անում Վրաստանում, բայց մենք Վրաստանից շատ ավելի վատ հնարավորություններ ունենք։ Եթե մեր մոտ դնեն, խայտառակ վիճակ կլինի։ Ոչ մեկը չի ասում հարևանների հետ չհարաբերբեր, բայց դուք ցենց երջանկացած, որ ասում եք առևտուր անենք, իրանք ներդրում անեն, մենք ներդրում անենք, էս անենք, դռները բացենք, էս այդ ամեն ինչը նենց ոգևորված եք պատմում, դա երևում է, որ դուք ձեզ համար Էրդողանը ձեզ համար շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի որևէ մեկը կամ Ալիևը։ Մենք ձեզ գիտենք, ժողովուրդ ջան, բայց հայ ժողովուրդը այդպես չի ընկալում այդ ամեն ինչը։ Ամբողջ իշխանությունը տալիս են մի իշխանության, որը բացարձակ իշխանություն է սահմանում Հայաստանում, եւ այդ բացարձակ իշխանությունը սենց երկիրը փռում է Թուրքիա-ադրբեջանցու ոտերի տակ։ Որի դեպքում եթե ցանկանաս իշխանության դեմ պայքարես, դաժան ձևով կդնեն կգնդակահարեն, որովհետեւ ոնց եք Թուրքիա-ադրբեջանցու դեմ դուրս գալի։ Սա է ժողովուրդ ջան վիճակը, մի բարդ բան չի։ Ավելի պարզ մարդիկ ոնց բացատրեն, որ 30 տարվա պատմությունը ձեզ դաս, որ հանկարծ չմտածեք, որ լավ կլներ Թուրքիայի հետ լավ լնեինք։ Հա, 30 տարվա այն մյուս դասնել ենք տեսել, թե ինչ ա եղել, որ միջի հիմա ռուսական ազդեցության կապանքներից չենք կարող դուրս գանք։ Դրան հենց մեզ պակասում է թուրքական ադրբեջանական կապանքները։ Այ դա ու այն ամեն ինչ կա իր տեղը անգնի։ Նույն էկոնոմիկայի նախարարն ինչ է ասում։ Հայաստան ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուրճացված չէր, ուղղակի շրջանառություն էր տեղի ունենում, որը հիմա չկա։ Դրանից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը 0 էր դառնա, դառնա մեր տնտեսական աճի վրա դրա ազդեցությունը մոտ 0 է, այդ թիվը դառնա 100 անգամ շատ, էլի դրա ազդեցությունը մեր տնտեսության աճի վրա 0 է։ Այդ պրոդուկտը գալիս էր Հայաստան, հետո գնում էր մեկ այլ երկիր, ինքը ֆորմալ վիճակագրական առումով թիվ է, բայց Ռուսաստանի համար դա էական արդյունք է, որովհետև ինքը բան է արտահանում։ Արաբական Միացյալ Էմիրությունների համար արդյունք է, որովհետև ինքը ստանում է։ Իսկ մեզ համար ինքը ընդհանրապես վիճակագրական թիվ է։ Այսինքն պատկերացնում եք, դուք օգնել եք Ռուսաստանի համար դա լավ է, Էմիրատների համար դա լավ է, ոսկեղենը գա տրանզիտ Հայաստան, Հայաստանից գնա։ Ու ասում եք Հայաստանի տնտեսությունը ոչ մի օգուտ չունի, բայց հարց է ծագում, եթե Հայաստանի տնտեսությունը ոչ մի օգուտ չունի, դա դուք ում համար եք անում, ում խաթեր եք անում։ Ինչ կարիք կար դա անել Ռուսաստանի խաթեր, եթե Ռուսաստանը սանկցիաների տակ է, արևմուտքն էլ ուշադրությամբ նայում է ձեր գործողությունները։ Եվ մեկ էլ ով է հավատում, որ դուք երբ որ դա արել եք եւ պետության գրպանը չի մտե, մասնավորի գրպանն էլ չի մտե, այլապես ինչի համար պետք է անեիք։ Այդ ֆանտաստիկ միջոցները Հայաստանի միջոցով լվանալը ու տանելը Էմիրատներ։ Ոչ մի օգուտ Հայաստանը չուներ, ու դուք դա անում էիք եւ արևմուտքին ջղայնացնում էիք։ Բայց ինչի համար էիք անում։ Մի բանի համար, ձեր անձնական շահով չգիտի որ։ Բայց շրջանցել եք գին արժե, չէ՞։ Ու պետք չէ ասել, որ գիտեք ինչ ժողովուրդ, մենք դրանից օգուտ չունենք, գիտենք, դուք ունեիք, Հայաստան պետությունը չուներ։ Այդ դրա համար ասում եք Հայաստան պետությունը չի շահել, բան չի համար եք արել, պարզ հարցածախում, չէ։ Ձեր վրա հարված եք վերցնում ու անում եք մի գործողություն ինչի համար։ Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը էլի նորից մի հատ բան ա գրել, դե հանգիստ չունի այդ մարդը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, ինչու Հայաստանի նախկին ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրած հոյակապ լուծումները։ Առաջին տարբերակ ցուցադրել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով օտար երկրների շահերին։ Երկրորդ տարբերակ հոյակապ լուծումները պարզապես քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Հա բայց ով ասում, այս երկուսն է սխալ ասում։ Բայց դա քեզ չի մաքրում, որ դու ես հանցավոր անգործություն։ Չէ, դու հանցավոր գործունեություն ես արել, անգործություն չես արել։ Նրանց սխալները թվարկել է։ Քեզ չի մաքրում դրանից։ Այո, այդ նույն բաները չենք ասել, ինչ արել Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ արել Ռոբերտ Քոչյանը, ինչ արել Սերժ Սարգսյանը, բայց դու չես մաքրվելու, որ ասես դե անող էիք, անեիք։ Եթե նրանք լավ չեն արել, կամ չեն ուզեցել անել, կամ ձգել են, դու ինչ ես արել։ Կանգնել ասել ես, բա մենք պատերազմ որ չսկսեինք, ով կթողեր հանձնեինք։ Առանց պատերազմի, առանց զոհերի։ Այս նույնը կլներ առանց զոհերի, բայց ով կթողեր առանց զոհերի, ես դա հանձնեի։ Իսկ այդ զոհերն էլ արել են, որ անկախանանք Ռուսաստանից։ Կռվել ենք Ղարաբաղում, անկախանանք Ռուսաստանից։ Գիտակցաբար տարել ենք մարդկանց կոտորել, դա հանցագործություն չի։ Դա մարդասպանություն է։ Բա հանցագործություն է։ Բայց դրա համար ասում ենք
Բայց երեքի հետ կապված, որ ասում ենք ամեն ինչ պետք է անել ոչ մի պարագայում, որ նրանք վերադարձի որևէ շանս չունենան քաղաքական ասպարեզ, բայն չէ համար ենք ասում։ Այն աշճանի հետևողական ներկայացնում ենք նրանց սխալը, շատ դեպքերում ասում են, այդ կարողա իշխանությանը պաշտպանում ես։ Լավ չեք հասկանում ինչ եմ ասում։ Ասեմ նրանք այնքան վնաս տվել են, նրանք ինչ ուզում անեն, նրանք ապագայում անելիք չունեն։ Բայց նույն հաջողությամբ նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա էլ պետք է ապագայում չլինի ու չի կարա ինքը սրբագրի իր արածները նրանց սխալներով, որտեղ նույն բանն էլ նրանք են անում։ Ասում են տեսեք Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրեմն մենք լավն էինք։ Նիկոլ Փաշինյանը հանձնեց, բայց դուք վատն էիք։ Դուք չէիք կարա լավը լինեիք։ Նախ որ դուք լավը լինեիք, Նիկոլ Փաշինյանը չէր գա։ Քուչեքից իշխանության բերում են միայն մի դեպքում, որ մինչև ստեղ ձեզանից զզված էին։ Դուք չգիտեք ոնց եղավ։ Այդ էմոցիայի վրա ոնց եղավ այդ իշխանափոխությունը։ Եվ ժողովուրդը մեղավոր չի։ Ժողովուրդը արդարաբար փողոց է դուրս եկել։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոց եւ փողոց են փագել ամեն ինչ արել են։ Երեխայի սայլակով գնացել փողոց են փագել, ասել են երեխայի ապագայի հարց են լուծում։ Խե մենք այդ ամենը չմոռացել ենք։ Մենք երբ որ մեղադրում ենք մարդկանց 18 թվի համար չենք մեղադրում։ Երբ որ ասում ենք ժողովուրդ, բա 18 թիվն անցավ, 20 թվի պատերազմ եղավ, դրանից հետո եղավ, Փաշինյանը այդպիսի խոստովանություններ արեց, տեսակ նա ինչ արեց, բա հիմա 25 թվականին ենք ասում, 25 թվականին դուք այս ամեն ինչը որ տեսնում եք ու նորից Փաշինյանին պաշտպանում եք, դուք արդեն մեղսակից եք, արդեն խաբված չեք, ո՞նց եք խաբված։ Այսինքն մարդը ազգային ժողովի ամբոնից կանգնում ասում է, տալ եմ այդ մարդկանց կոտորել եմ, թե չէին թողի ստորագրեմ։ Ու դուք այդ մարդուն պաշտպանում եք, ասում եք, բա գիտեք, այնտեղ մի հատ կրպակ հանել է։ Ուրեմն թողել ինքը ընտրվի։ Այսինքն դուք դրան իրավունք եք տալի, գա ձեր երեխաներին էլ սպանի, մի հատ էլ կրպակ հանի, մի փողոց էլ ասֆալտի։ Ու դուք այլևս չեք կարող ասեք, բան չի, ես սպանում իմ երեխային։ Բա ինչ էիր ուզում։ Ուրիշի երեխային կարելի էր քոնի, չէ։ Ամեն մեկը մի տանճարակ է։ 25 թվականին պաշտպանելով Փաշինյանին, դուք 25 թվականին այդ արունը վերցնում եք ձեր երեխաների ձեռքերի վրա։ Վերջ, մի բարդ բան չի հասկանալու համար։ Ու նույնը վերաբերում է նախկին 3 նախագահների, որ 3-ն է ցանկանում են նորից ընտրության մասնակցել։ Դա համար շատ ավելի զգոն պետք է լինել, շատ ավելի ակտիվ պետք է լինել, շատ ավելի ագրեսիվ պետք է լինել համախմբան աշխատանքներ անելու ուղղությամբ, որ ոչ մի պարագայում այդ շանսը չունենան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։